Մանասյան, նախորդ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ որ դուք զեկույց եք ներկայացրել միայն անգլերեն լեզվով, մենք ստիպված եղանք ձեզ հիշեցնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության գոյության մասին եւ լեզվի մասին, օրենքի գոյության մասին, որով պահանջում է, որ պետական պաշտոնյաները իրենց գործավարություն իրականացնեն միայն հայերեն լեզվով։ Այս անգամ մենք ստիպված ենք ձեզ տեղեկացնել մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի գոյության մասին, որի երկրորդ հոդվածը, որը սահմանում է մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները, սահմանում է հետևյալը. Պաշտպանը հետևում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում խախտված իրավունքների ազատությունների վերականգնմանը։ Այն խնդիրը, որի մասին որ դուք խոսում եք, որով ներկայացնում եք օրինակներ, չի վերաբերվում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդկանց իրավունքների խախտմանը, վերաբերում է մասնավոր սեկտորի կազմակերպությունների կողմից, որոնց հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են վարչական իրավախախտումների մասին օրենսդրությամբ եւ բացարձակապես դուրս են ՄԻՊ-ի մանդատի շրջանակներից։ Իսկ դրա փոխարեն մարդու իրավունքների պաշտպանի իրավասության տիրույթում պետք է լինեին եւ կարծում եմ այս օրերին հատկապես Արցախի ցեղասպանված եւ բռնի տեղահանված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը։ Այս օրերին քննչական կոմիտեում կազմակերպվում են ինքնաբուխ բողոքի ակցիաներ հանիրավի կերպով ոստիկանության բաժնում բռնության ենթարկված քաղաքացիների։ Բազմաթիվ են դեպքերը բողոքի ակցիաներից ապօրինի բերման ենթարկված քաղաքացիների, նրանց խախտված իրավունքների վերաբերյալ։ Բայց մեկ է պարզվում է, որ ձեր հիմնական մանդատի վերաբերող հարցերը միշտ դուրս են մնում ձեր ուշադրության կենտրոնից։ Իսկ 2024 թվականի դեկտեմբերի 19-ից, երբ որ դուք հրավիրվել եք հանրային հեռուստաընկերություն Պետրոս Ղազարյանին հյուր, նրա տված առաջին հարցին, թե ոնց կամփոփեք 24 թվականի մարդու իրավունքների պաշտպանության իմաստով, առաջին խնդիրը առանձնացրել եք էլի աղմուկ առաջացնելով նույնիսկ Պետրոսի զայրույթը։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, ձեր խնդիրներով դուք ի վերջո կզբաղվեք, թե չէ։ Իսկ եթե շատ եք ուզում զբաղվեք այս խնդրով, որը ես կարծում եմ էլի շատ կարևոր խնդիր է, ապա կարծում եմ, որ շատ հանգիստ կարող եք հրաժարական ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից եւ ստանձնել Պարեկի պաշտոնը, իդեպ պետությունը խրախուսում է կանանց ներգրավությունը բարեկային ծառայությունում։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն, պարոն Ղազարյան, ձեր նախ ելույթի, հետո հարցադրումների համար, ինձ այդ հարցադրումները հիմա հնարավորություն տվեցին մի քիչ ավելի լայն հանրային իրազեկումներ իրականացնել այս խնդիրների հետ կապված։ Նախ նշեմ, որ մեր միջազգային տարբեր կազմակերպություններ կան, որոնք գնահատում են մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունների գործունեությունը եւ նրանք նաեւ պարբերաբար այդ թվում խորհրդապահական եղանակով հաղորդակցություններ են ներկայացնում մեր հաստատություններին, թե օրինակ հաստատությունը ինչ խնդիր կարող է ունենալ կամ ինչ հարց պիտի ավելի լայն մանրամասնությամբ հետազոտի եւ օրինակ մեր հաստատության հետ կապված հաղորդակցություններից մեկն էլ եղել է այն, որ եղել են ժամանակահատվածներ, երբ որ օրինակ հաստատությունը կենտրոնացած է եղել մի խնդրի վրա, մյուս խնդրին անդրադարձ չի կատարել եւ այլն, եւ հատուկ հաղորդակցություն է եղել այն ուղղությամբ, որ մենք պետք է կարողանանք կենտրոնանալ մարդու իրավունքների բոլոր խնդիրների վրա, անկախ նրանից, թե ինչ իրավիճակում ենք գտնվում եւ անկախ նրանից, թե օրվա ընթացքում որ հարցերն են միգուցե ավելի մեծ հանրային հնչեղություն ունենում կամ ոչ։ Հետևաբար այս տեսանկյունից ինձ համար հավասար կարևորություն ունեն մարդու իրավունքների հետ կապված բոլոր խնդիրները եւ շնորհակալ եմ նաեւ որպեսզի հնարավորություն տվեցիք սրա վերաբերյալ նաեւ միջազգային կազմակերպությունների ռեկոմենդացիաների վերաբերյալ հրապարակային խոսելու։ Այդ տեսանկյունից այս խնդիրը, այո, շատ կարևոր խնդիրներից է, ես չեմ ասի, որ դա ամենակարևոր խնդիրն է, բայց այն խնդիրներից է, որը ընդհանրապես մեր տիպի հաստատությունների կողմից Հայաստանում չի հասցեավորվում, մինչդեռ միջազգային պրակտիկայում շատ ակտիվ են մեր տիպի հաստատությունները այս խնդիրները հասցեավորելու դիտանկյունից։ Եվ դա է պատճառը, որ մնացյալ խնդիրների հետ համահավասար մենք զբաղվում ենք նաև այս հարցերով։ Հաջորդը ՄԻՊ-ի մասին օրենքը հիշատակեցիք եւ խոսեցիք պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից կատարվող խախտումների մասին, բայց հավանաբար երևի թե սա էլ հանրային իրազեկում անեմ, սա նաեւ մեր հաստատությունների ընկալումների վերաբերյալ ամենամեծ խնդիրներից է, այդ ոչ միայն Հայաստանում, տարածաշրջանում։ Մեր տիպի հաստատությունները դիտարկվում են բացառապես մարդու իրավունքների պաշտպանության գործառույթն իրականացնող հաստատություններ, բայց իրենք ունեն շատ կարեւոր երկրորդ մանդատային
գործառույթը դա իրավունքների խթանումն է եւ բոլոր իրավունքները, որոնք օրինակ հա պետությունում կարող են մակարդակը դրան զարգացած չլինել եւ այլն, դրանք պետք է շատ ակտիվ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների կողմից բարձրաձայնվեն։ Իդեպ նշեմ, որ նախորդ տարի հոկտեմբերին մեր հաստատությունը ՄԱԿ-ի կողմից գնահատվել է եւ մեր գնահատման արդյունքները այն են եղել, որ իհարկե մեր հաստատությունը գործում է արդյունավետ, անկախ եւ վստահելի է, բայց նաեւ կարեւորել են իրավունքների խթանման գործառույթի հետ կապված դարձյալ ակտիվ գործունեության շարունակումը, հետեւաբար անկախ նրանից, թե մենք խոսում ենք որ մարմնի մասին, իրավունքների խթանման տեսանկյունից մարդու իրավունքների պաշտպանը ունի շատ լայն մանդատ, այդ թվում հանրային իրազեկումներ իրականացնելու միջոցով, ինչ վերաբերում է այս թեմային պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հետ կապված մոնիթորինգային մեր գործառույթը, ապա պետք է նշեմ, որ այստեղ այո շատ հաճախ կարող ենք գործ ունենալ դեպքերի հետ, երբ խոսքը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խախտումների մասին է։ Օրինակ, երբ անձնական տվյալներ են փոխանցվում դիմումատուների օրինակ հա տարբեր այլ անձանց։ Անձնական տվյալի փոխանցումը բնականաբար անձնական տվյալների պաշտպանության իրավունքի տեսանկյունից կարևորագույն հարցադրումներից մեկն է, որը պետք է հենց մեր տիպի հաստատությունների կողմից հասցեավորվի։ Ես մի օրինակ բերեցի ընդհանրապես, բայց օրինակները բազմաթիվ են, հա, օրինակ, չգիտեմ, եթե ոստիկանության ծառայողը պատշաճ չիրացնի նաև իր գործառույթը, սա եւս կարող է լինել խնդրահարույց այս ոլորտի հետ կապված։ Ինչ վերաբերում է մեր զեկույցների լեզուներին, ապա նշեմ, որ Միավորված ազգերի կազմակերպություն ներկայացվող մեր այլընտրանքային բոլոր զեկույցներն են անգլերեն։ Մենք բոլորովին վերջերս ներկայացրել ենք նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեին զեկույց Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին, UPR-ի շրջանակներում ենք այլընտրանքային զեկույց ներկայացրել, բոլորովին վերջերս ներկայացրել եմ այլընտրանքային զեկույց Հայաստանում խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեպքերի հետ կապված եւ խնդիրները արձանագրելով զեկույց, գործերի քննությանն առնչվող եւ դրանք արձանագրող զեկույց, ընդ որում սա այլընտրանքային զեկույց է, որը ներկայացվել է միջազգային համապատասխան մարմնի, անգլերեն լեզվով են ներկայացված, բայց այդ բոլոր հարցերին կարող եք ծանոթանալ մեր զեկույցներով, բոլոր զեկույցներով, օրինակ երեխաների իրավունքների հետ կապված այլընտրանքային զեկույցը վերաբերում է նույն այն թեմաները, որոնք ներկայացված են մեր տարեկան հաղորդման շրջանակներում։ Ավարտում եմ, պարոն Բաքվյան, հետեւաբար հայերեն լեզվով դրանք եւս հասանելի են, պարզապես միգուցե on-line հարթակում գտնվելու դրանց վայրը հասանելի չէ։ Մյուս խնդիրները, թե Արցախից տեղահանված քաղաքացիները, թե բռնության ենթարկվող քաղաքացիները ոչ միայն պարզապես իմ ուշադրության կենտրոնում են, այլ դրա հետ կապված, եթե ժամանակ լինի, կարող եմ շատ մանրամասն բոլոր հնարավոր գործիքներով, որոնցով առնչվում ենք այս ոլորտին, անդրադարձ կատարել։ Շնորհակալ եմ։